Նման ինտենսիվությամբ և հաճախականությամբ անձրև ու կարկուտ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում վաղուց չէին տեսել։ Արարատի մարզը համարվում է հանրապետության ամենասակավ կարկտավտանգ մարզը։ Նմանատիպ ամպ ես մեծերից եմ հարցրել շատ, 75 թվականին, եթե չեմ սխալվում, 80-ականների մոտ են ասում, որ սենց կարկուտ է տեղացել այս հզորությամբ։ Ցիկլոնը հարավ-արևմուտքից էր միջերկրական ծովի շրջաններից։ Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը վստահեցնում է, երևույթը աննախադեպ չէ։ Մայիս-հունիս ամիսները Հայաստանի Հանրապետությունում մեր բնակլիմայական պայմաններում համարվում են ամենակարկտավտանգ ամիսներից մեկը, այսինքն կարկտահարությունների պիկը Հայաստանում դիտվում է մայիս-հունիս ամիսներին։ Եվ այսպես ակտիվ ցիկլոնով պայմանավորված այս տարի նույնպես Հայաստանի մի շարք հատվածներում ցավոք սրտի, այդ թվում Արարատյան դաշտի հատվածներում դիտվեցին կարկտահարություններ, որը Արտաշատի հատվածում բավականին ինտենսիվ էր։ Մայիսի 5-ին և 6-ին տեղացած կարկուտը հատվածային էր, պատմում են գյուղում։ Ներքևի շատ այգիներ անգամ չեն տուժել։ Գյուղի մյուս հատվածներում գյուղացիների նախնական հաշվարկով այգիները 30-ից 80%-ով վնասվել են։ Բավականին մեծ վնաս է, ասենք դա անձեն աշխով էլ նայում ես, որ բերքի մոտ 80%-ը նի ստանդարտ է, էլի, ասենք, պիտանի չի, ասենք լավագույն դեպքում կոնսերվայի համար կլի պահածորների գործարանք հետ, հա, այն էլ ես իմ կընդունեմ, թե չէ։ Բերքի ծառի վրա մնալը դա էլ շատ վիճելի հարց է, որովհետև ծառի վրա մնալը չի նշանակում, որ բերքը ունի այն որակական հատկանիշները կամ կունենա այն որակական հատկանիշները, որը որ կնպաստի այդ բերքի վաճառքին, ծիրանենու ենթադրենք, եթե ինչ-որ տարածաշրջանում բերքը կարկուտի հետևանքով մոտավորապես 50%-ը ծառի վրայից թափվել է, մնացած ծառի վրա գտնվող պտուղները վնասվել են, կարկուտի հետքեր կան, ինչը բնականաբար ազդելու է ապրանքային տեսքի, հետագայում նաև վաճառքի եւ վաճառքի գնի վրա։ Սառցե գնդիկները գյուղացու աշխատանքը ջուրն են գցել նաև Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի որոշ գյուղերում։ Մոտ 40 րոպե անցել է, բայց ինքը ոնց կատես մնացել է։ Մի հատիկ եթե մեկը սաղլամ կգտնի ծառների մեջից, սաղ 5 տարվա բերք կտամ իրան, եթե լինի։ 5 տարվա բերք կտամ, եթե մի հատիկ սաղլամ մեջից կգտնեն։ Ծառի վրից, չկա դες բան չկա։ Սա մի ամբողջ տարվա քրտնաջան աշխատանք է եւ շատերի համար հացի խնդիր լուծելու միակ ճանապարհը։ Ասենք 1.800.000 դրամի այս տարի վարգուն են փակելու։ Ես չգիտեմ, այսպես պիտի ծախի բերք, որ այդ վարգը կարողանա տամ։ 10.000 դրամի բերք չկա մեջ որ ծախեմ։ Հեկտար ու կես խաղող ունենք, 2 հեկտար պամիդորի սացիլա, ասես բան չի մնացել, լրիվ հարթավայր։ Եթե այդ ամեն ինչը վաճառեք, ինչքան եկամուտ։ 10 միլիոն դրամ, ոչ պակաս։ Այսինքն 9 միլիոն կորցրել եք։ Այո։ Արմավիրի գյուղերում մայիսի 14-ին տեղացած կարկուտի ժամանակ հակակարկտային կայանի ձայնը չեն լսել։ Կարկտականներ էսա դրած, հենա մի 20-30 մետր այն կողմ։ Կարկուտի եկած վաղ տեստեմերը չի կրակի։ Փոխարենը Արտաշատի բոլոր գյուղերում դրանք աշխատել են։ Համայնքը 65 կայան ունի։ Միայն 2-ը տեխնիկական պատճառով չեն կրակել, մյուսներն աշխատել են, վստահեցնում են պետական մարմնից մինչև Շահառու։ Կայանները ամբողջովին աշխատել են, կոնկրետ մենք ստեղ խնդիր չենք ունեցել, բայց շատ հզոր էր, անհնար էր սրդան պայքարել։ Արտաշատ համայնքում թվով 65 հակակարկտային կայանքներ են գործում, որոնք ողջ ծավալով ներուժով գործարկվել են, սակայն գերհզոր ամպերի ժամանակ, այսինքն երբ որ երրորդ աշճանի կարկտավտանգավոր ամպ է լինում, իր արդյունավետությունը արդեն որոշակիորեն իջնում է մինչև 15-20%-ի տարապես, բայց իր բուն աշխատանքը կայանները իրականացրել են տարածքում։ Այդ պահին սկսեցին աշխատել արդեն կայանքները, եթե ինքներդ լսում եք նաև, նշանակում է արդեն կարկտային վտանգը կա։ Տուժած բոլոր համայնքներում շատ արագ սկսել են ուսումնասիրել, գույքագրել վնասների ծավալը։ Թե մարզպետարանում, թե համայնքապետարանում կառավարության որոշման համապատասխան գործում են հանձնաժողովներ արտակարգ իրավիճակներում տուժած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վնասների գույքագրման եւ հետագայում հանրապետական հանձնաժողովին ներկայացնելու համար։ Սա բնական աղետ է, պետությունը գյուղացուն միայնակ չի թողնի, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը։ Կառավարությունը կմշակի աջակցության բազմակոմպոնենտ ծրագիր։ Մի դեպքում դա կարող է լինել ուղիղ ֆինանսական փոխհատուցմամբ, մեկ այլ դեպքում օրինակ քաղաքացիներ կան, որոնք ասում են մեզ օրինակ այդ ֆինանսական փոխհատուցումը այդքան էլ չի հետաքրքրում, ասենք վարկեր ունենք, վարկերի որոշակի հետաձգում կամ տոկոսադրույքների մասով որոշակի փոփոխություններ, վճարման գրաֆիկի եւ այլն։
Աղետից պաշտպանվելու ամենաարդյունավետ տարբերակը կարգտապաշտպան ցանցն է։ Արտաշատում զոհ կարող էր դառնալ նաև 13 հեկտար մակերեսով այս այգին։ 100%-անոց կարկուտի ցանցը մենք զգացել ենք դրա փրկությունը, որ ինքը 100%-անոց օգնում է այդ ամեն ինչին։ Գիլասը մանավանդ տանձնել հետը, եթե մենք կարկտային ցանցերը չունենայինք, բնականաբար մեծ վնաս էինք կրելու։ Մոտավոր 1 հեկտար այգին, եթե ոնց որ մենք ենք դրել իտալական դետալներով հաշվենք, 12-ից 15 միլիոնի 1 հեկտարի հաշվարկն է, էլի։ Գյուղացուն բնական աղետից պաշտպանելու համար առավել կարկտավտանգ մոտ 270 բնակավայրում պետությունը փոխհատուցում է կարկտապաշտպան ցանցի անցկացման ծախսի 75%-ը։ Կառավարության մայիսի 15-ի որոշմամբ արդեն հանրապետության մյուս բոլոր բնակավայրերում էլ կարելի է օգտվել ծրագրից։ Կառավարությունը 5-շաբթի օրվա նիստում ընդունել է մեկ ծրագիր, որը ենթադրում է կարկտապաշտպան ցանցերի քաշելու պարագայում 50% կառավարությունը ծախսերի փոխհատուցում է այն համայնքներում, որտեղ մինչև այդ փոխհատուցում չկար։ Այսպիսով կարկտավտանգ բնակավայրերը կշարունակեն օգտվել 75% սուբսիդիայից, իսկ մյուս բոլոր գյուղերում ու քաղաքներում այգին ցանցով փակելու ծախսի կեսը պետությունը իր վրա կվերցնի։ Գյուղացիները սակայն դեռ երկմտում են, կկարողանան օգտվել ծրագրից, թե ոչ։ Ինչքան ուզում է օգնի, մենք չունենք այդ հնարավորությունը։ Հավատացեք, չունենք։ Եթե 75%-ով սուբսիդավորում է, 25%-ի հնարավորություն չունեք։ Հավատացեք, այնքան շատ է մեր վարգու պարտքերը, մենք չենք տեղավորվում այդ հաճույքի մեջ։ Բայց դա կարևոր բան է, չէ՞։ Բան չասեցի։ Մեկ անգամ լուրջ ծախսեք անում, հետո հանգիստ։ Բան չասեցի, ես ձեր հետ համամիտ եմ։ Ամեն ինչի հետ համամիտ ենք, բայց որ ասում եմ ոտդ մեկնի, քո յորղանի գյորա։ Ոչ, ինչի համար ենք ասում, որովհետև ներկա մեր ավանդական կատարած մշակությունով, ինչը որ մենք հիմա ունենք, մեր բերքատու այգիները, կլինի պտղատու այգի, թե խաղողի այգի, մեր ունեցած ավանդական մշակաձևով ենք մենք դա ամեն ինչը իրականացնում։ Եթե այսօր մենք ուզենանք օգտվենք ներկայիս ինտենսիվ այգու տիպի ուզենանք ստանանք, որ մեր այգիները ցանցապատենք, հակակարգտային կամ չգիտեմ ոռոգման համակարգը թեկուզ որ շեշտվում էր ոռոգման ավանդական մեթոդը փոխեք, դա օգուտ չի արդեն այս ծառին։ Մենք պետք է այգին լրիվ հիմնահատակ քանդենք, հողին հավասարացնենք, 0-ից մենք ստանանք այս թազա սորտի, ասենք նոր մշակաբույսերը, որ հիմա ելնում է, թզուկ սորտերը բերենք բազմացնենք, ստանանք քիչ քանակությամբ բերք, քիչ քանակությամբ ու այս նույն որակը մենք չենք ստանալու, նույնիսկ քանակը չենք ստանալու։ Ավանդական այգիների հետ հակակարգտային ցանցի անհամատեղության մասին գիտեն նաև ոլորտային գերատեսչությունում։ Ես եղել եմ Արարատյան դաշտի բազմաթիվ այգիներում եւ օրինակ մի շարք ծիրանենիների այգիներ, մի շարք խնձորենիների այգիները, դեղցենու այգիները եւ այլ այգիներ կան, որոնք որ այո կարող են նույնիսկ ոչ ինտենսիվ լինելով իրենք կարող են ապահովագրվել, հասկանալի է, որ որոշ դեպքերում դա կարող է դժվարություններ ու բարդություններ առաջացնել, որովհետեւ ոչ ինտենսիվների դեպքում ծառերը բարձրանում են, մեծ են եւ հասկանալի է տեղ կա խանգարող հանգամանք, բայց այնուամենայնիվ այն այգիների դեպքում, որտեղ որ խանգարող հանգամանքը քիչ է, բնականաբար դա շատ արդյունավետ կլինի եւ սա կարեւոր ինստիտուցիոնալ աջակցության ծրագիր է։ Կարկտից պաշտպանվելու մյուս մեթոդը այգին ապահովագրելն է։ Այն արդեն սկսում էր տարածում ստանալ, երբ վերաապահովագրող ընկերությունը ծրագրի ոչ շահավետ լինելու պատճառով դուրս եկավ Հայաստանից։ Նախորդ եւ այս տարի վերաապահովագրողի դերը ստանձնեց պետությունը։ Թվում էր խնդիրը լուծված է, բայց գյուղացիները շարունակում են խնդիրների առաջ կանգնել։ Ապահովագրությունը չի գործել, բնակիչներն են շատ դիմել, անձամբ ես էլ եմ դիմել։ Զանգել ենք ապահովագրականներ, ասել են չեն կարող ապահովագրություն, բայց բոլոր բնակիչներն ուզում են, որովհետև 2022 թվականին չեմ հիշում, եթե փորձնական էր, թե արեցին ու այդ տարի կարկուտ տեղած փոխհատուցում եղավ, մարդիկ շատ գոհ, նորմալ էր, այս խնդիրը չկար։ Ակնկալի ոնց որ գիտեինք, որ ապահովագրությունը ինչ որ աջակցություն տալու է։ Իսկ այս տարվա հետ կապված շատ մարդիկ են դիմել, մերժում ենք ստացել։ Ոչ մեկ չի պատճառաբանում։ Ուղղակի ասել են չեն կարող։ Այս պահին էկոնոմիկայի նախարարության թիմն աշխատում է ծրագիրը բարելավելու ուղղությամբ։ Գևորգ Պապոյանը վստահեցնում է, անում են ամեն ինչ, որ եթե ոչ այս, ապա մյուս տարի ծրագիրը ամբողջությամբ ու առանց խափանումների գործի։ Նախկինում մարդիկ ապահովագրությունից օգտվել են։ Իմացել են, որ ինչ-որ հատվածներում կարկուտը շատ է գալիս, ինչ-որ հատվածներում քիչ, գնացել են այդ կարկտաբեր հատվածները ըստ էության
կապահովագրել են, ոչ կարգտաբերները ոչ, որի արդյունքում ապահովագրական ընկերությունները կրել են զանգվածաբար մեծ վնասներ եւ կապահովագրական ընկերությունների վնասը փոխհատուցել է վերապահովագրողը։ Վերապահովագրող ընկերությունը մի քանի տարի շարունակ վնասով աշխատելուց դուրս է եկել մեր հայկական շուկայից։ Հիմա ապահովագրական ընկերությունները չեն ուզում այդ վնասը վերցնել։ Հիմա կառավարությունը այս պայն մի որոշում է ընդունել, որ ասում է, եթե 200%-ը գերազանցում է ձեր վնասը, մենք փոխհատուցում ենք այդ գերազանցող մասը։ Հիմա քննարկում ենք այդ 200%-ի իջեցման հնարավորությունը, որպեսզի իրենց վրա ռիսկ չլինի կամ համարյա չլինի եւ իրենք գնան ու համրցակ ապահովագրություն իրականացնեն։ Սառույցով հարուստ ամպերի գրոհը կարծես անցավ, բայց զգոնությունը պետք չէ թուլացնել։ Առաջիկա օրերի նման ինտենսիվ process չունենք, բայց ես պետք է ասեմ, որ մինչև հունիսի վերջ կարգտավտանգ process-ների հավանականությունը, բավականին մեծ հավանականությունը պահպանվում է եւ չի բացառվում, որ եւ մայիսի վերջին եւ հունիս ամսին դեռևս հանրապետության տարբեր հատվածներում լինեն կարգահարություններ։ Մայիսյան կարգտի վնասները դեռ գնահատվում են, կառավարությունն արագացված կարձագանքի խնդրին հաշվարկների ավարտից եւ աջակցության փաթեթի մշակումից հետո։ Մուշեղ Իսախանյան, Հայկ Շասլանյան, Սեյրան Անտոնյան, Հայկ Պետրոսյան եւ Արմեն Գրիգորյան, Կիրակնորյա լուրեր։